Բարի երեկո եւ բարի գալուստ հայկական ժամանակ տաղավարում զրուցելու եմ հանուն Հանրապետության կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանի հետ։ Բարև ձեզ, պարոն Բաբաջանյան։ Շատ բարև ձեզ։ Պարոն Բաբաջանյան, վերջին շրջանում հետաքրքիր զարգացումներ ենք տեսնում արտաքին քաղաքականության իմաստով։ Նախ Բրյուսելում ընդունվեց Հայաստանի Հանրապետություն Եվրամիություն ռազմավարական օրակարգը, ապա վարչապետը այցելեց Գերմանիա, այնտեղ նորից ռազմավարական համագործակցության մասին հռչակագիր ստորագրվեց։ Ընդհանուր առմամբ կուզենամ ձեր մեկնաբանությունը լսել այս փաստաթղթերի առումով, թե ինչ են դրանք տալիս Հայաստանին, եւ նաեւ շատ հետաքրքիր էր Բաքվի արձագանքը։ Բաքվից միանգամից արձագանքեցին, որ Հայաստան Եվրամիություն այդ օրակարգը խանգարում է ինչ-որ իմաստով խաղաղության օրակարգին, այսպես ասած այնտեղ կար Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածների մասին հիշատակում։ Հիմա հասկանանք Բաքվին իսկապես այդ հիշատակումն է մտահոգում, թե Հայաստան Եվրամիություն եւ առհասարակ Հայաստան արևմուտք է սերտացող հարաբերությունները եւ ինչու։ Շնորհակալ եմ։ Իհարկե Հայաստան Եվրամիություն հարաբերությունների արդեն ռազմավարական այս նոր օրակարգի շուրջ ձևավորված համաձայնությունը ամբողջությամբ փոխում է այլևս իրավիճակը եւ Հայաստանին մնում է հաջորդ քայլը ուղղակի ասոցիացիան պայմանագրի շուրջ համաձայնության հասնել եւ հայտ ներկայացնել Եվրամիության անդամակցության, այսինքն որևէ բան այլևս մեզ չի խանգարում։ Մեր ներկա կարգավիճակը ամբողջությամբ համապատասխանում է անդամության տեխնացուի կամ եվրոպական մաքսային տարածքին միանալու կարգավիճակին։ Այստեղ չափազանց իհարկե կարևոր է թե Եվրամիության հետ առանձին ռազմավարական գործընկերությունը եւ թե առանձին երկրների հետ ըստ էության Եվրամիությունը այս ռազմավարական գործընկերության հաստատմամբ կանաչ լույս է վառում անդամ երկրներին, որ Հայաստանը մեր դաշնակիցն է եւ նրա հետ կարող ենք արդեն ռազմավարական գործընկերություն հաստատել։ Եվ այդտեղ հատկապես կարևոր է անվտանգությանն առնչվող կտորը, թե Եվրամիության հետ եւ թե անդամ երկրների հետ, ընդհանուր Գերմանիայի հետ մենք ռազմատեխնիկական համագործակցության շուրջ պայմանավորվածություն ենք ձեռք բերել։ Իսկ Գերմանիան այն կարևոր առանցքային դերակատարներից է։ Ինքը առաջատար երկիրն է Եվրամիության եւ Գերմանիայի հետ ունենալ ռազմավարական գործընկերություն կնշանակի Եվրամիության հետ ունենալ երաշխավորված կայուն ռազմավարական գործընկերություն։ Իդեպ մենք դեռ Ֆրանսիայի հետ չունենք նույնիսկ ռազմավարական գործընկերություն։ Գերմանիան այստեղ առաջ ընկավ։ Հույս ունեմ իհարկե առաջիկայում մենք այդպիսի խոստում է եղել, որ մենք կունենանք Ֆրանսիայի հետ ռազմավարական գործընկերություն, բայց Գերմանիան ունի ահռելի կարևորություն եւ Ֆրանսիան շահագրգռված էր, որպեսզի Հայաստանը իրենից բացի նաեւ այլ գործընկերների հետ Եվրամիության հաստատի գործընկերություն ռազմավարական եւ մենք Նիդերլանդների հետ վերջերս ունեցանք ռազմավարական գործընկերություն առաջիկայում այլ երկրների հետ եւս նախատեսվում է հաստատել ռազմավարական գործընկերություն եւ սա օգնելու է որպեսզի Հայաստանի հայտը Եվրամիության անդամակցության, որտեղ դա միայն Բրյուսելը չի որոշում, դա անդամ պետություններն են որոշում։ Այդ հայտը դիտարկելիս մենք ունենանք ուրեմն անդամ 27 պետությունների հավանությունը։ Դրա համար պետք է որպեսզի Հայաստանը ոչ միայն Բրյուսելի հետ իր հարաբերությունները լավարկի, խորացնի, նաև անդամ երկրների հետ պետք է մենք ունենանք առանձնահատուկ հարաբերություններ, որպեսզի երբ քվեարկություն է տեղի ունենում Հայաստանի վերաբերյալ կամ մեր տարածաշրջանի վերաբերյալ, մենք ունենանք անդամ երկրների բարեհաճ վերաբերմունք։ Պարոն Բաբաջանյան, ես ճիշտ եմ հասկանում, որ ամեն դեպքում Հայաստանը մոտենում է այդ օրակարգին դեպի Եվրամիություն գնալու։ Ես կարծում եմ, որ Հայաստանը ունի ռազմավարական որոշում, որ մենք լինելու ենք Եվրամիության անդամ երկիր։ Այստեղ տակտիկական մի քանի հարցեր կան, որոնց վերաբերյալ մենք վերապահում ունենք, վարչապետը ասաց, որ մենք ունենք ռազմավարական նպատակ Եվրամիության անդամ լինելու, բայց չունենք նպատակ այս պահին Եվրասիական տնտեսական միությունից դուրս գալու։ Ինչը ըստ էության ազդում է եւ մեր գործընկերության որակի Եվրամիության հետ գործընկերության որակի եւ մանավանդ արագության վրա։ Ես կարծում եմ, որ ռազմավարական գործընկերության այս նոր պայմանավորվածությունը Հայաստանի քաշային կարգն է փոխում ընդհանրապես ռեգիոնալ իմաստով։ Հայաստանի համար
անձնագիր է ստեղծում։ Հայաստանը այս պահին որևէ անձնագիր չունի, անուն ազգանուն չունի մեծ հաշվով։ Մենք հիմա փաստորեն փորձում ենք գրանցում ունենալ աշխարհում։ Եվ մենք մեր տեղը տեսնում ենք Եվրամիությունում։ Եվ այդտեղ ես շատ պիտի ուզեի, որպեսզի մեր քայլերը ավելի հաստատուն դարձնենք եւ չսպասենք, որ մեր ստանդարտները համապատասխանեն Եվրոպական միությանը։ Հակառակը, կարծում եմ, որ մենք այս պահին պիտի ամեն ինչ անենք զուգահեռ նաեւ Եվրամիության աջակցությամբ այդ ստանդարտներին ժամ առաջ համապատասխանելու, որովհետեւ այն տարածքը տնտեսական, որտեղ մենք գտնվում ենք, Հայաստանի տնտեսությունը միայն խեղդվում է եւ իր հնարավորությունների շատ չնչին մասն է կարողանում օգտագործել։ Հայաստանի տնտեսության զարգացումը եւ խթանը կարող է ապահովել բաց սահմանների, Հայաստանի տնտեսության բացվածության աստիճանը եւ դա մեզ կարող է ապահովել բացառապես Եվրոպական միության գնողունակ շուկան եւ նաեւ արևմուտքի հետ հարաբերությունները, որին մենք կարող ենք կապվել հայ-թուրքական սահմանի օգնությամբ։ Այդտեղ էլ մենք աշխատանք ունենք անելու եւ այդտեղ գալիս է իհարկե Ադրբեջանի վերաբերմունքը, որը այսպես միակը չի եւ առաջին անգամը չի, դեռ 2024 թվականի ապրիլի 5-ին կհիշեք ինչ ոռնոց էր միաժամանակ ուրեմն Ադրբեջան, Թուրքիա, Ռուսաստան եւ նրանց զայնակցում էին հայաստանյան շատ որոշակի քաղաքական շրջանակներ։ Հիմա են զայնակցում։ Ուղղակի ողբում էին, որ սա Հայաստանի կործանումն է, մինչդեռ մենք պիտի ասենք, որ Հայաստան, Եվրամիություն, Միացյալ Նահանգներ այդ գագաթնաժողովը աննախադեպ էր իր կարևորությամբ, իր նշանակությամբ, ըստ էության մենք հիմա ունենք այդ պայմանավորվածություններից բխող այս տարի հունվարի 14-ին կնքված Հայաստան Միացյալ Նահանգներ ռազմավարական գործընկերություն։ Հիմա այդ նույն պայմանավորվածություններից բխող Եվրամիության հետ մենք հաստատեցինք ռազմավարական գործընկերություն։ Եվ բնականաբար կարծես մեր ընթացքը դեպի այն երկրների ընտանիք, որոնք ճանաչում են Հայաստանի ինքնիշխանությունը, Հայաստանի տարածքային ամբողջականությունը, Հայաստանի նշանակությունը եւ կարեւորությունն են գնահատում եւ լոկալ մակարդակում գլոբալ տարածաշրջանային իրողությունները հաշվի առնելով եւ նաեւ գլոբալ շրջանակում արդեն կարծում եմ այս ընթացքը եւս անկասելի է։ Իդեպ ընդդիմությունն ասում է մեզ այնտեղ չեն սպասում։ Այս թեզերը ակտուալ են, պարոն Բաբաջանյան։ Դուք ասում եք ընթացքը անկասել։ Էլ ինչ պիտի անեն եվրոպացիները, օրինակ, որպեսզի մենք հասկանանք, որ այլևս պետք չի սպասել, որտեղ օրինակ 2004 թվականին Լեհաստանին չէին սպասում Եվրամիությունում։ Մտածում էին, որ բեռ է Լեհաստանը։ Այսօր առանց Լեհաստան ուղղակի Եվրամիություն հնարավոր չի պատկերացնել։ Ավելին Լեհաստանի տնտեսությունը Եվրամիության աջակցությամբ այսօր 1 տրիլիոնի է հասնում։ Եվ ընդհանրապես փոքր երկրների համար Եվրամիությունը որպես զարգացման ընտանիք մոդել ուղղակի այլընտրանք չունի։ Մի պարզ պատճառով, որտեղ Եվրամիությունում իրավունքի ուժն է պաշտպանվում։ Մնացած բոլոր միությունները, որ մեզ առաջարկվում են, ուժի իրավունքն է, որտեղ թույլերը ապագա չունեն։ Փոքր պետությունների կենսունակության եւ հարատեվության համար միակ մոդելը, որը կարող է Հայաստանի համար հեռանկարներ, հորիզոններ ապահովել, բացառապես Եվրոպական միությունն է, որտեղ Գերմանիայի նման հզորագույն տնտեսությունը եւ օրինակ Լյուքսեմբուրգը հավասար ձայնի իրավունք ունեն, որովհետև Եվրամիությունը հավասարների միություն է։ Նախ տնտեսական, քաղաքական, հիմա արդեն անվտանգային։ Այս իմաստով Եվրամիության հետ ձեռք բերված այս պայմանավորվածությունը կրկնակի կարևոր է, որտեղ Եվրամիության եւ Միացյալ Նահանգների միջև հիմա խզում է առաջանում։ Ուկրաինայի հարցով Եվրամիությունը հասկանում է, որ այլևս չի ունենալու Միացյալ Նահանգների նախկին աջակցությունը, ինչը իրեն պարտավորեցնում է մտածել սեփական պաշտպանության, սեփական պաշտպանական կարողությունների, պաշտպանական բյուջեն ավելացնելու մինչև 5%, իսկ սա նշանակում է, որ Հայաստանը իդեմս Եվրամիության նոր անվտանգային նաև գործընկեր է ձեռք բերում, որը կախվածություն չունի Միացյալ Նահանգների հետ, եւ Հայաստանը ունի նաև
նույնական հարաբերություններ Միացյալ Նահանգների հետ, ում հետ մենք օգոստոսի 8-ին ձեռք ենք բերել խաղաղության գործարքից բխող երկկողմ առանցքային 3 ուղղություններով պայմանավորվածություններ, մնում է որպեսզի մենք դրանք այդ հռչակագրերը կարողանանք կոնկրետ պայմանագրերի վերածենք, ինչի շուրջ նաև աշխատանքներ են ընթանում։ Հայաստանը եւ Միացյալ Նահանգները աշխատանքային խմբեր են ստեղծել եւ կոնկրետ աշխատանքներ են ընթանում։ Ես նոր եմ եկել Միացյալ Նահանգներից եւ տարբեր քննարկումներ եմ ունեցել, նաև գործարար շրջանակի հետ եմ խոսել, ովքեր արդեն պատրաստ են նաև կոնկրետ մասնակցել, ներդրումներ անել NVIDIA-ի այդ արհեստական բանականության կլաստերների աշխատանքներում, ու սա խոսում է, որ ընդհանրապես Հայաստանի եւ Արևմուտքի հետ ձեռք բերված պայմանավորվածությունները ոչ միայն հայաստանյան օրակարգի մաս են, այլ համահայկական։ Այսինքն Սփյուռքը հերանեկար է տեսնում իր համար Հայաստանում ներդրումներ անելու, ոչ միայն որտեվ սա Հայաստանն է, այլ որտեվ այդ ներդրումներից հնարավոր է օգուտներ եւ շահույթ ապահովել։ Ու սա ամենակարևոր բանն է, որ Հայաստանը պիտի առաջարկի հայությանը, որ նրանք, ովքեր ունեն փող, Հայաստանը դիտարկեն փող աշխատելու երկիր, համ հայրենիք, համ փող աշխատելու հնարավորություն։ Այստեղ իհարկե Ադրբեջանը լրջագույն խնդիր ունի։ Գիտեք, նաև խաղաղության պայմանագրի կետերից մեկն է երրորդ երկրի ուժերի դուրսբերումը սահմանից։ Նաև հիշում ենք, որ Ռուսաստանը եւ Ադրբեջանը սինխրոն պայքարում էին եվրոպական դիտորդների դեմ։ Ինչի, որտեվ այդ դիտորդների տեղակայման առաջին օրից էապես նվազել են հրադադարը խախտող բոլոր միջադեպերը, կրակահերթերը, էսկալացիան, ըստ էության եվրոպացի դիտորդների ներկայությունը, անզեն նույնիսկ ներկայությունը բավարար էր, որպեսզի Ադրբեջանը հասկանար, որ իր համար էսկալացիան այլևս հայ-ադրբեջանական սահմանին կարող է շատ լուրջ տնտեսական հետևանքներ ունենալ։ Իսկ մենք հասկանում ենք, որ գլոբալ ընդհանրապես արտաքին քաղաքական գործընթացները փողի մասին են։ Եվ Ադրբեջանն էլ իր ամբողջ տնտեսությունը կախված է փողից, այն շահույթից, որ ինքը ստանում է նավթից, եւ եթե հանկարծ Եվրոպական միությունը որոշի Ադրբեջանին պատժել, դա կարող է ունենալ կործանարար հետևանք։ Այսինքն տնտեսությունը չունի դիվերսիֆիկացված այլ ուղղություններ զարգացման, իսկ դա շատ լավ գործիք է Արևմուտքի ձեռքին, ուրեմն Ադրբեջանին ցանկացած պահին հիշեցնելու, թե որտեղ են ծմերում խեցգետինները։ Իսկ ինչ վերաբերում է ընդհանրապես Ղարաբաղի խնդրին եւ ղարաբաղցիների վարչապետն է դրան արձագանքել կապված այդ դրույթին, որտեղ էր գտել ուրեմն Հայաստան Եվրամիություն ռազմավարական գործընկերության վերաբերյալ այդ փաստաթղթում։ Իհարկե կարծում եմ, որ դա եւս անհանգստացնող փաստ է, բայց դրանից որևէ մեկը չի կարող փախչել։ Ադրբեջանն էլ հասկանում է, որ իրեն մերթընդմերթ հիշեցնելու են դրա մասին, եւ մենք էլ այդ պատե առիթը չպիտի բաց թողնենք։ Ինչ վերաբերում է վարչապետի հիշեցմանը, այո, Գերմանիայում փաստորեն այդպիսի մի առաջարկ արեց։ Ես չգիտեմ ճիշտ ասած, դա ոտքի վրա մտածված առաջարկ էր, որ կարելի է օրինակ հավասարության նշան դնել արցախցիների վերադարձի եւ արևմտյան Ադրբեջանի կոնցեպտների մեջ, բայց կամ ադրբեջանցիների վերադարձի այդ գաղափարների մեջ։ Մենք տեսանք նաեւ, որ այդ առաջարկը չի ընդունվել եւ գոնե մամուլի հրապարակումները ցույց են տալիս, որ Ադրբեջանում հակվածություն չկա այս պահին փակել հարցը մի բարձ պատճառով։ Հայաստանը չի կարող այդ հարցը փակել, որտեղ Հայաստանը չի դրա հասցեատերը։ Ղարաբաղցիները պիտի այդ Շահրամանյանը, ինչա այդ բոլոր այդ բալաստը, որ եկել վեր են ընկել Երևանում, թող զբաղվեն այդ հարցերով։ Թող գնան եվրոպական մայրաքաղաքներ, ոչ թե Երևանից։
թող գնան եվրոպական մայրաքաղաքներ եւ օրինակ իրավապաշտպան աշխատանքներով զբաղվեն, միջազգային իրավունքի բոլոր հնարավոր ուրեմն միջոցները օգտագործեն եւ Ադրբեջանին ճնշեն դրսից։ Բայց դա չի կարող Հայաստանի պետական քաղաքականության մաս լինել։ Այսօր դա կարող է Հայաստանի համար սպառնալիք ստեղծել։ Հիմա եթե կա այդպիսի վտանգ, ու վարչապետը ասում է կա այդպիսի վտանգ, մենք պիտի թույլ տանք, որպեսզի այդ վտանգը տենց միշտ կախված մնա մեր գլխին, թե պիտի այդ վտանգը հեռացնենք։ Ես գտնում եմ, որ ընդհանրապես մի շարք այդպիսի հարցեր կան եւ Միացյալ Նահանգներին նախ մենք պիտի փորձենք ներգրավել այս խոսակցության մեջ եւ ադրբեջանցիների հետ մի այսպիսի առընթեր մի գից փաստաթուղթ ունենանք խաղաղության պայմանագրին զուգահեռ հասկանալու այսպիսի հարցերը մենք պիտի շարունակենք այսպես ներքին հասարակական ցնցումների ենթարկել մեր ժողովուրդներին, թե կարող ենք իսկապես առաջ շարժվել եւ խաղաղությունը որպես գլխավոր նպատակ հռչակել եւ փորձել համաձայնությունների գալ այսպիսի հարցերում, որովհետեւ էպիզոդիկ այսպես հատվածական օրինակ եկեք այս հարցի դիմաց սա փակենք կամ Իսկ միգուցե Ադրբեջանի նպատակը հենց դա է, որ մենք հակադրվենք, մենք էլ ասենք դուք խոսում եք արևմտյան ադրբեջանցիների վերադարձից, մենք էլ հիմա խոսենք։ Ես էլ ցանկանում եմ, որ այս հարցերը ընդհանրապես գույքագրենք, բերենք մի ընդհանուր փաստաթուղթ դարձնենք եւ ամերիկացիներին ասենք, դուք միջնորդ եք եղել խաղաղության գործարքի կնքման համար, մենք վստահում ենք ձեր միջնորդական առաքելությանը, վկա եք եղել ստորագրմանը, խաղաղության գործարք է կնքվել, եկեք հնարավորություն ստեղծեք, որպեսզի մենք այս ցավոտ հարցերի, կնճռոտ հարցերի, սուր հարցերի, մեր երկրի ներքին խաղաղությունը խաթարող հարցերի շուրջ կարողանանք պայմանավորվել ադրբեջանցիների հետ կամ երկկողմ ձևաչափով այս հարցերի շուրջ ադրբեջանցիների հետ խոսենք, որտեղ եթե մեր փոխվարչապետը գնում է Գաբալա եւ սահմանագծման, սահմանազատման վերաբերյալ պայմանավորվածություններ ենք մենք արդեն Ադրբեջանի տարածքում երկկողմ ձևաչափով կարողանում կայացնել նավթամթերքի գնման շուրջ ենք նախնական խոսակցություն ունենում այդ բարձր մակարդակով, որի վերաբերյալ Հաջիևն է խոսում, Վրաստանի կառավարությունն է արձագանքում, մեզ որևէ բան չի խանգարում, որպեսզի այս հարցերի շուրջ կարողանանք խոսել։ Բայց ինչպես Թուրքիայի հետ հարաբերություններում Սփյուռքը ունի դերակատարություն։ Եվ շատ բաներ իրեն Հայաստանի կառավարությունը չի կարող թույլ տալ, բայց Սփյուռքը կարող է, որովհետև ուղիղ ժառանգորդն է ցեղասպանության իրադարձությունների։ Էնպես էլ Հայաստանը չի կարող արցախցիներին արգելել իրենց իրավունքները իրացնել միջազգային տարբեր հարթակներում։ Այս պահին անհատական հայցեր կան մարդու իրավունքների եվրոպական դատարանում, ով կարող է խանգարել օրինակ, որ այդ հայցերը մարդու իրավունքների եվրոպական դատարանում շարունակվեն եւ ուղարկվել եւ ավելի ընդլայնվեն դրանց ծավալները, որևէ մեկը չի կարող։ Այդ հարցերը գոյություն ունեն, ինչքան էլ Հայաստանի իշխանությունները այսօր հարմար չգտնեն, օրինակ դրանք արծարծել։ Այո, դա չի կարող օրինակ այս պահին իմ համոզմամբ եւս Հայաստանի արտաքին քաղաքականության առանցքում լինել։ Բայց որևէ մեկը չի խանգարում, որ եկեղեցին օրինակ այդ հարցերը հետապնդի միջազգային տարբեր ուրեմն հասարակական, իրավական, միջազգային ուրեմն ատյաններում։ Այդ թվում նաև Սփյուռքյան մի շարք կազմակերպություններ, օրինակ ճշմարտության եւ արդարադատության կենտրոնը Միացյալ Նահանգների, որտեղ ներգրաված են տասնյակ շատ շնորհալի փաստաբաններ, միջազգային իրավունքի մասնագետներ, ես նրանց հետ հանդիպում եմ պերմանենտ, այստեղ է Հայաստանում է հիմա կազմակերպության հիմնադիր Կասիա Աբգարյանը, որը դատավոր է Միացյալ Նահանգներում, ով այդ հարցերը անընդհատ պահում է օրակարգում եւ այդ հարցերը երբեք չի պայմանավորված Հայաստանի արտաքին քաղաքականության օրակարգում կան թե ոչ։ Եթե այդ հարցերը այս պահին Հայաստանի համար կարող են սպառնալիք ստեղծել, պատերազմի սպառնալիք ստեղծել, դրանք չպետք է գոյություն ունենան Հայաստանի արտաքին քաղաքականության օրակարգում։ Դա երկու կարծիք չի կարող լինել։ Որքան էլ Սամվել Բաբայանը եւ մյուսները այդ մասին խոսեն, անհանգստանան եւ չհամաձայնեն, չի կարող խաղաղությունից ավելի կարևոր այլ հարց լինել։
Խաղաղությունը մեզ համար այսօր ունի կենսական կարևորություն, ընդհանրապես Հայաստանի գոյության հարցն է պայմանավորում խաղաղությունը ու մենք պիտի ամեն ինչ անենք, որպեսզի այն պայմանավորվածությունները, որ օգոստոսի 8-ի հիմքում կան, դրանք որևէ կերպով չխախտվեն այդ պայմանավորվածությունները եւ առաջ չբերեն պատերազմի ռիսկ։ Պարոն Բաբաջանյան, իսկ ում է հաճելի կամ ում քիմքին է հաճելի, ինչպես Բաբայանը հայտարարել է, որ Նիկոլ Փաշինյանը այդ հարցից ուզում է հրաժարվել միայն Ալիևի քիմքին հաճելի Երևանու համար։ Իսկ ում է պետք, ում քիմքին է հաճելի, որ այդ Լեռնային Ղարաբաղի հարցը չփակվի հենց պետական մակարդակով եւ պետությունը, իշխանությունները շարունակեն այդ մասին խոսել։ Ակնհայտորեն, օրինակ, Ռուսաստանը դեմ չէր լինի, որ Ղարաբաղի հարցը չփակվեր, մի պարզ պատճառով։ Դա հավելյալ լծակ է Հայաստանին անընդհատ հիշեցնելու իր մասին եւ ճնշում բանեցնելու։ Մի կողմից ռուս խաղաղապահները անմիջական մասնակցություն են ունեցել Արցախի հայաթափման գործում։ Մյուս կողմից դուրս են եկել Արցախի տարածքից։ Իդեպ այս տարի նոր լրանում էր այդ 5-րդ տարին, երբ պիտի կողմերը ուղղակի պայմանավորվեին, որ երկարաձգում են խաղաղապահների ներկայությունը Արցախի տարածքում։ Արցախի տարածքից 2 տարի առաջ ռուսները դուրս են եկել մեր հայրենակիցներին դրանից առաջ ուղեկցել են ուղղակի Հայաստան եւ ամենազազրելի, ամենաքստմնելի հայտարարություններն են հնչել Ռուսաստանի արտգործնախարարության ներկայացուցիչի կողմից մինչեւ իսկ Հայաստանին մեղադրել են պատերազմից հետո սպառազինություն մատակարարելու մեջ Ղարաբաղին, որի վերաբերյալ նաև ստիպել են, որպեսի Շահրամանյանի նման այդ դավաճանը նաև ստորագրի ռուսների տված փաստաթղթերի, ռուսերենով փաստաթղթերի տակ, որտեղ կա այդպիսի արձանագրում, որ Հայաստանը պատերազմից հետո սպառազինություն է մատակարարել Ղարաբաղին, մի բան, որ տեղի չի ունեցել։ Ղարաբաղը իր ունեցած սպառազինությունն է ունեցել իր տրամադրության տակ եւ դրանք վերջում հանձնել ադրբեջանցիներին։ Ինչևէ, կարծում եմ մենք այստեղ եւ եվրոպացիների հետ եւ գերմանացիների հետ հիմա լավ հնարավորություն է բացվում աշխատանքի եւ համաձայն եմ իհարկե եւ Զախարովայի եւ Օվերչուկի հետ, որ անհամատեղելի են Եվրասիական միության եւ Եվրամիության միաժամանակ այս մեր հավակնությունները ու դա եւս մի կարևոր ապացույց է, որ մենք չպիտի սպասենք, որ մեզ Եվրասիական տնտեսական միությունից ուղղակի դուրս հրավիրեն։ Կարծում եմ ավելի կառավարելի դարձնելու համար գործընթացները պիտի մենք ինքներս նախաձեռնենք եւ այո կանխատեսենք, թե ինչ սանկցիաներ կարող են լինել Հայաստանի դեմ Ռուսաստանից, եթե մենք ընտրենք այս պահին օրինակ եվրոպական մաքսային տարածքը, իսկ ասոցիացման DCFTA-ի շուրջ պայմանավորվածությունները, ընդհանրապես բանակցությունները հենց դրա մասին են խոսելու, որ մենք զուգահեռ պետք է նաև Եվրասիական տնտեսական միությունից դուրս գանք։ Եվ այս գործընթացները զուգահեռելով նաև եվրոպացիներին խնդրենք, որպեսզի ինչ-որ կերպ իրենք մասնակցեն, փոխհատուցեն այն վնասները, որ մենք կրելու ենք։ Ասեմ, որ Հայաստանի կառավարությունը մոտ 1.5 տարի առաջ այդ մասին քննարկում է ունեցել եվրոպացիների հետ եւ եվրոպացիները մոտավորապես 2 միլիարդ հաշվարկել են նախնական, որ այդ վնասները կարող են հասնել, ուրեմն կարծում եմ պետք է այդ խոսակցությունը նորոգել, եթե արդեն չի խոսվել եւ պիտի համարձակ քայլերի գնանք։ Մենք չենք կարող այսպես երկու աթոռի վրա ուղղակի ճղվել։ Մանավանդ մեզ համար շատ կարևոր հեռանկարներ կան, առաջիկա 6 ամիսներին ուղղակի պատմական իրադարձություններ են տեղի ունենալու։ Հայաստանում հավաքվելու են եվրոպական համայնքի առաջատար երկրների ղեկավարները եւ Եվրամիություն Հայաստան գագաթնաժողով է տեղի ունենալու Երևանում։ Դուք պատկերացնում եք դա ինչ է։ Մի ձևաչափ, որին շատ ու շատ երկրներ ուղղակի երազում են, ու Հայաստանի նման կոմպակտ երկիրը ուղղակի չէր կարող այդպիսի հեշտությամբ այդպիսի հնարավորության արժանանալ։ Իհարկե այստեղ ֆրանսիացիները ահռելի դերակատարություն ունեն, բայց Հայաստանի ձգտումները, այդ թվում նաև մեր կուսակցության մասնակցությամբ ստորագրահավաքի արդյունքը, որը դարձավ օրենքի նախագիծ Հայաստանի Եվրոպական միության անդամակցության գործընթացի մեկնարկի վերաբերյալ, եվրոպացիներին ավելի ու ավելի
համոզիչ դարձրեց, որ Հայաստանը իր նպատակի մեջ հաստատուն է, որ Հայաստանը չի պատրաստվում Սերժ Սարգսյանի կողմից գործված վթարը 2013 թվականի սեպտեմբերի 3-ի կրկնել, որտեվ այն ինչ որ տեղի ունեցել է հակա քաղաքական եւ ընդհանրապես Սերժ Սարգսյանի կողմից ավելին չասելու 2013 թվականին ուղղակի խայտառակ հիվանդության, այսպես դիագնոզ է թողել մեր հիվանդության պատմության մեջ, որ գնում եք պոլիկլինիկա, ձեզ հիվանդության գրքույկ են չէ տալիս, նայում են այս հիվանդությունը, ասում են, չէ, դուք բան եք, քրոնիկ չբուժվող հիվանդություն ունեք եւ ձեզ հակացուցված են օրինակ SSS դեղամիջոցները։ Այդպիսի հիվանդություն են թողել մեր հիվանդության գրքույկում։ Հիմա մենք տևական դեռ երկար ժամանակ պիտի փորձենք այդ խարանը, որ Հայաստանի ճակատին գրել եք, որ կարելի է 3 տարի բանակցել ու մի գիշերում գնալ ատրճանակի բանի տակ, սպառնալիքի տակ հրաժարվել այդ բանակցված ամբողջ ժառանգությունից եւ դառնալ Եվրասիական տնտեսական միության անդամ կամ Մաքսային միության անդամ, որ հետո դարձավ Եվրասիական տնտեսական միություն։ Դե դա էլ է փաթեթավորվում այնպես, որ անվտանգության նպատակներով։ Դե դրանից հետո մենք տեսանք, էլի, ուղիղ 3 տարի հետո տեղի ունեցավ քառօրյա պատերազմը, դրանից հետո տեղի ունեցավ 44-օրյա պատերազմը, ոչ մի անվտանգություն էլ դրանից չունեցանք, հակառակը 2014 թվականից սկսած մենք ունեցել ենք պերմանենտ հրադադարի խախտման դեպքեր, որտեղ ոչ թե սահմանին կանգնած զինվորն է թիրախավորվել, այլ քաղաքացիական բնակչությունը, Տավուշում մենք քաղաքացիական զոհ ենք ունեցել, կին է սպանվել Ադրբեջանի կողմից հենց 2014 թվականին։ Եվ նույնիսկ այդ ժամանակ ես հանդիպել եմ այն ժամանակ խմբագիր էի, հանդիպում էինք պաշտպանության նախարարին Սեյրան Օհանյանն էր, ասում էինք ինչու չեք դիմում ռուսներին, հապկին, արդեն պարզ էր, որ այդ դիմումները անարձագանք են մնալու եւ մեր այդ պատկերացումները անվտանգության հնարավոր աջակցության վերաբերյալ ռուսներից ուղղակի ամեն առիթով, թե քառօրյա պատերազմին, թե արդեն 44-օրյա պատերազմին, ուղղակի ավելի մեզ համար ակնհայտ դարձրեց, որ Ռուսաստանից որևէ բան չկա սպասելու։ Դե հիմա նախորդին տեսա, որ Հանրապետական կուսակցության փոխնախագահը խոսում էր, որ եթե պետք է երկրորդ ռազմաբազան պիտի բացենք, պիտի խնդրենք, պիտի գնանք անվտանգություն եւ այլն եւ այլն։ Աշխարհում այսօր սպառնալիքի աղբյուրն է Ռուսաստանը։ Եվ եթե մենք ընդհանրապես խոսում ենք խաղաղության մասին, մենք խոսում ենք տարածքային ամբողջականությունը պահելու, պաշտպանելու մասին, Ռուսաստանի անունը տալու իրավունք չունենք, որտեղ Ռուսաստան եւ խաղաղություն անհամատեղելի են, Ռուսաստան եւ Հայաստան անհամատեղելի են, եթե մենք իրապես ուզում ենք գոնե այս սահմաններով Հայաստան ունենանք, Ռուսաստանը վաղուց այս սահմաններով Հայաստան չի ճանաչել, եւ նրանք, ովքեր Ռուսաստանի անուն են տալիս, ուղղակի պիտի մեր քաղաքական մենք պիտի կոնսենսուս ունենանք ուղղակի քաղաքական ուժերով այդ մարդկանց ուղղակի դուրս դնելու քաղաքական գործընթացներից, դրանք ուղղակի Հայաստանի դեմ գործող ուղղակի դավաճաններ են եւ նրանց գործունեությունը, քաղաքական գործունեությունը ուղղակի պիտի կասեցվի եւ արգելվի։ Իդեպ այստեղ էլ հետաքրքիր մոտեցում կա, պարոն Բաբաջանյան, միշտ փորձում են այսպես զուգորդել, ասել, որ եթե Ռուսաստանին դուրս եք քշում, ուրեմն բերում եք Թուրքիային եւ կամ Ռուսաստանը միակ ուժն է, որ կարող է հակակշռել Թուրքիային, այսինքն սա էլ է հիբրիդային պատերազմի տրամաբանության մեջ։ Այո, կարող եմ ասել, որ դա ընդհանուր է տրամաբանության մեջ է, բայց ես ձեզ ասեմ, որ Թուրքիան ամենամեծ շահագրգռվածն է եղել պատմականորեն, որ այստեղ Ռուսաստանը միշտ ահռելի դերակատարություն ունենա եւ ազդեցություն, որովհետեւ Թուրքիան եւ Ռուսաստանը միշտ կարողացել են շատ հեշտությամբ պայմանավորվել, որտեւ Թուրքիան շատ լավ գիտի իր առավելությունը Ռուսաստանի նկատմամբ եւ բոլոր այն երկրները, որ կարող են Հայաստանում փոխարինել ռուսական ազդեցությունը, նրանց նկատմամբ Թուրքիան չունի առավելություն, այնքան առավելություն, որքան ունի Ռուսաստանի նկատմամբ եւ Թուրքիան գիտի թե ինչ դավաճան է Ռուսաստանը եւ թե ինչպես կարող է Հայաստանի կյանքերի եւ տարածքների հաշվին պայմանավորվել եւ թե ինչպես կարող է այսպես կոչված Ռուսաստանը իր դաշնակցին մանրադրամի պես ուղղակի առևտրի առարկա դարձնել Թուրքիայի հետ որևէ հարաբերություն
բարձելիս կամ բանակցությունների ժամանակ։ Մենք դա տեսել ենք եւ այս ամեն ինչից հետո այս պատմական դարը մի շարք իրադարձություններ սեփական մաշկի վրա զգալուց հետո նորից խոսել, որ Ռուսաստանի այլընտրանքը Թուրքիան է, ուղղակի պետք է այս երկիրը ուղղակի ոչ թե չսիրես, ուղղակի ոչ մի կապ չունենաս երկրի հետ, որտեղ ի վերջո լավ օգոստոսի 8-ին տեղի ունեցել կարևոր համաձայնություններ, որտեղ Թուրքիան նույնիսկ նվազագույն մասնակցություն չի ունեցել։ Բայց ո՞նց եղավ Ռուսաստանի այլընտրանքը Թուրքիան է։ Ավելին Թուրքիայում նույնիսկ դժգոհություններ խորհրդարանում հնչում, թե այս ո՞նց եղավ, որ ամերիկացիները մեզնից առաջ ընկան ու առանց մեզ կարողացան այս խաղաղության գործարքը գլուխ բերել, որովհետև Հայաստանը, ես ասեմ ձեզ, տևական ժամանակ այդ մասին ամերիկացիների հետ խոսվում էր եւ ամերիկացիները այո ասում էին, որ թուրքերը պիտի այդտեղ մասնակցեն, ի վերջո մեր դաշնակիցներն են ՆԱՏՕ-ի գծով եւ այլն։ Եվ Հայաստանի ջանքերի շնորհիվ մենք հասկացրինք, որ Թուրքիայի մասնակցությունը մեզ համար շատ ցավոտ կարող է լինել։ Եվ մենք ցանկանում ենք, որ Միացյալ Նահանգները այստեղ իր դեմքով մասնակցի, ոչ թե պատվիրակի Թուրքիային։ Եվ ամերիկացիները հասկացան, թե ինչքան նուրբ հարց է սա մեզ համար, եւ իրենք իրենց դեմքով որոշեցին մասնակցել։ Եվ ընդհանրապես բոլոր պայմանավորվածությունները եւ առաջիկա բոլոր գործարքները Միացյալ Նահանգների հետ ուղիղ են լինելու։ Եվ իհարկե մենք շահագրգռված ենք, որ այս պայմանավորվածությունների այլ ուղղություն եւս թրիպին մաս դառնա եւ դա լինի օրինակ հայ-թուրքական սահմանը։ Հայաստանը ի վերջո կարիք ունի այդ սահմանին եւ ես գիտեմ, որ ամերիկացիները այդ ուղղությամբ աշխատանքներ են տանում, հույս կա նույնիսկ, որ մինչև տարեվերջ մենք դիվանագիտական հարաբերություններ կհաստատենք Թուրքիայի հետ եւ շատ մոտ ապագայում մենք սահմանի բացում կունենանք։ Առնվազն մենք տեսնում ենք նաեւ տրամադրություններ թուրքական վերնախավի մեջ քաղաքական, որ այդ գործընթացը կարող է կապ չունենալ Ադրբեջան-Հայաստան խաղաղության պայմանագրի հետ։ Եվ դա կարող է իրապես մեզ համար անակնկալ լինել։ Մենք պիտի պատրաստվենք այս գործընթացներին, որտեղ այդ սահմանը պիտի բացվի եւ դա ահռելի կերպով մեզ պիտի ուրեմն նոր հնարավորություններ ստեղծի, բայց նաեւ մարտահրավերներ։ Եվ մենք որպես պետություն պիտի կարողանանք կառավարել դրանք։ Մենք այդ հնարավորություններից պիտի ավելիով օգտվենք եւ պիտի նվազագույնի հասցնենք նաեւ մեր գործընկերների, Միացյալ Նահանգների, Եվրամիության, մյուս գործընկերների հետ պիտի նվազեցնենք այդ սպառնալիքները։ Եվ այստեղ չափազանց կարեւոր է, որպեսզի մենք չվախենանք այս զարգացումներից, որպես պետություն արժանավայել կարողանանք այս հարցերին մոտենալ եւ դա էապես շեշտակի կերպով նվազեցնելու է ռուսական ազդեցությունը մեր տարածաշրջանում։ Հարց է բերելու ընդհանրապես թե հայ-թուրքական սահմանի վրա, ընդհանրապես ռուսական սահմանային ծառայությունը պիտի շարունակի իր գոյությունը թե ոչ։ Եթե մենք Թուրքիայի հետ ունենում ենք բնականon հարաբերություններ, դիվանագիտական հարաբերություններ ենք հաստատում, ըստ էության սպառնալիքը շեշտակիորեն չեզոքացնում ենք, ինչներիս է պետք, որ երրորդ երկրի հատուկ ծառայությունների ուժերը կանգնած լինեն Հայաստանի եւ Թուրքիայի սահմանին։ Ընդհանրապես այս պահին պիտի օրակարգային հարց դառնա Իրանի հետ սահմանից ռուսներին դուրս բերելու հարցը եւ վերջապես ռազմաբազան։ Այդ ռազմաբազան սպառնալիք է, ինքը մեզ արտաքին սպառնալիքից չի պաշտպանում, ինքը ներսում սպառնալիք է ստեղծում, հայկական պետականության համար սպառնալիք է ստեղծում, որտեղ ինքը գործառույթ չունի մեզ արտաքին սպառնալիքից այսօր պաշտպանել, որտեղ այդ սպառնալիքը մենք երկկողմ ձևաչափով կարողացել ենք հաղթահարել։ Վարչապետը վերակաց է գնացել է Ստամբուլ, հանդիպել է Թուրքիայի նախագահի հետ։ Մի բան, որ անհնար էր պատկերացնել, որտեղ ռուսները նստած ամեն անգամ սպասում էին, որ Հայաստանն ու Թուրքիան խնդրեմ ունենան, իրենք լուծեն այդ խնդրեմը մեր հաշվին։ Ինչ որ մի բան մեզնից փոկեն, թուրքերի հետ իբր հարց են լուծել։ Մենք պիտի ավելի ու ավելի ջանանք, որպեսզի մեր հակառակորդները եւ Ադրբեջանը եւ Թուրքիան ավելի սերտացնեն իրենց հարաբերությունները այն երկրների եւ այն միությունների հետ, ում հետ մենք լավ հարաբերություններ ունենանք։
Այդ սրտահովանքից ոչ մի բան չի փոխվում։ Եթե մենք ազգովին գնանք կանգնենք Թուրքիայի սահմանին, գոռանք թուրք, 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 դրանից ոչ Թուրքիայի ուժն է պակասելու, ոչ էլ մենք ենք ուժեղանալու։ Պետք է փոխել էս ուղեղի մեր էս ավանդական մտածողությունը, որովհետև դա ոչ միտեղ մեզ չի տարել։ Դա տարել է միայն փակուղի։ Եվ այդ մոտեցումը, որ որքան վատ Թուրքիայի համար Եվրամիության հետ հարաբերություններում, որքան վատ Թուրքիայի համար Միացյալ Նահանգների հետ հարաբերություններում մենք ենք օգտվողը, որովհետև ամերիկացիները պատրաստ են անընդհատ մեզ համար ծառայել որպես խողովակ, որպես կամուրջ մեր հարցերը լուծելու թուրքերի հետ, մեր հարցերը լուծելու ադրբեջանցիների հետ։ Մենք պիտի շահագրգռված լինենք, որ Թուրքիան Ռուսաստանի հետ չմերձենա, մերձենա նրանց հետ, ում հետ մենք ունենք լավ հարաբերություններ։ Սա է տրամաբանությունը։ Թուրքիայի հետ, երբ որ Թուրքիան եւ Ռուսաստանը մերձենում են, մենք այդտեղ խեղդվում ենք, որտեղ եվրասիական տարածաշրջանում նրանց որևէ մերձեցման գործընթաց խեղդում է Հայաստանը։ Պարոն Բաբաջանյան, բայց մենք նաև հասկանում ենք, չէ՞, որ Ռուսաստանը համառ պետություն է եւ այդքան հեշտ չի հանձնվելու 26 թվականի խորհրդարանական ընտրությունների համատեքստում, տեսեք օրինակ Քոչարյանը կհանձնվի։ Հիմա դա մենք ենք որոշում Հայաստանի ներսում։ Այ Քոչարյանների արկայությունը Ռուսաստանի համար ավելի մեծ հնարավորություններ է ստեղծում։ Դե Քոչարյանն ասում է պլան B չկա, ինքը գալու է։ Դե Քոչարյանի գլուխը պետք է ուղղակի բան անել, ջախջախել, քաղաքական իմաստով պետք է դրանց տանել, փակել։ Եթե Հայաստանի պետությունը, իշխանությունը չի գիտակցում, որ դա մեծագույն սպառնալիք է, ոչ թե որպես բան, հա, թալանչի եւ այլն եւ այլն։ Եվ նրանց հայտարարությունները կոնկրետ խնդրեմ են Հայաստանի հարատևության, որպես պետություն, որպես ինքնիշխան պետություն հարատևության համար։ Եթե չունենք այդ կամքը, այս մարդկանց ուղղակի չեզոքացնելու մեր քաղաքական դաշտից, նրանց հռչակելու Հայաստանի պետության թշնամիներ եւ ժողովրդավարության թշնամիներ, որտեղ այդ մարդիկ Հայաստանի քաղաքացիներին, անզեն քաղաքացիներին, ցուցարարներին կրակելու հրաման են տվել։ Մի ամբողջ պետական համակարգ։ Եթե մենք դա չենք անում, այս մարդկանց չենք դնում դուրս քաղաքական գործընթացներից եւ թույլ ենք տալիս, որ իրենք լինելով ժողովրդավարության հակառակորդներ մասնակցեն ժողովրդավարական ընտրություններին, որպեսզի ջախջախեն ժողովրդավարությունը։ Այդ մարդիկ ժողովրդավարության թշնամիներն են, ո՞նց եք թողում, որ իրենք մասնակցեն ժողովրդավարական process-ներին, որպեսզի շրջեն ժողովրդավարության էջը։ Իսկ չկա ժողովրդավարություն չի լինելու Հայաստան։ Այդքան կարևոր է ժողովրդավարությունը Հայաստանի համար։ Այսօր արևմուտքի հետ գործընկերությունը Հայաստանի հաստատված է բացառապես ժողովրդավարության պատճառով։ Չկա ժողովրդավարություն չի լինելու Հայաստան։ Եվ ժողովրդավարության թշնամիները պիտի հռչակվեն Հայաստանի թշնամիներ եւ պիտի ուղակի մեկուսացվեն, դուրս դրվեն քաղաքական դաշտից։ Եվ քաղաքական ուժերի հիմնական գործառույթը սրա շուրջ պիտի լինի համաձայնությունը։ Ոչ թե միավորման ինչ որ տենց ամպագորգոր հայտարարություններ արվեն, թե ընդդիմությունը պիտի միավորվի։ Ինչի շուրջ ես միավորվեմ։ Այդ պետության Հայաստանի թշնամիների հետ ես ինչ միավորվեմ։ Եվ ով է ձեզ թույլ տվել ընդհանրապես քաղաքական ուժերին այդպիսի ծանծաղ, անմիտ, հակաքաղաքագիտական ընդհանրապես առաջարկներով հանդես գաք։ Իմ միավորումը կարող է լինել բացառապես արժեքների շուրջ, Հայաստանի հարատևության նպատակների շուրջ, դրա ձևերի շուրջ։ Մենք կարող ենք տարբեր պատկերացումներ ունենալ, բայց հիմնարար բազային պայմանավորվածություններ ունենալ, որ մենք ոչ մի միլիմետր չենք զիջելու Հայաստանի ինքնիշխանությունից։ Կունենանք այդպիսի համոզում։ Այդ մարդիկ հրապարակային ասել են, որ իրենց համար դիտարկելի է միութենական պետությունը։ Այդ միութենական պետության մի հատ ուրիշ պետություն նախորդին տեսակ 156 քաղբանտարկյալ էին դուրս եկել բանտից։ Միայն նրա համար, որ ուղղակի իրենց պետության եւ իրենց քաղաքացիների արժանապատվությունն են պաշտպանել։ Ուզում եք այդ տեսակ պետություն դառնանք։ Այդ տեսակ պետություն էինք, ես էլ շատերի հետ, հարուրների հետ նստած էի բանտում։ Ուզում եք վերադառնանք, գնանք նորից բանտեր, խոսելու համար մարդկանց ազատազրկեն։ Հետա ձեր Լուկաշենկոն ձեր երազանքն է, գնացեք միավորվեք ինչքան ուզում եք։ Ու կոչեր մի արեք այստեղ որ քաղաքական ուժերը պիտի միավորվեն։ Գնացեք ձեր համագումարներին, ձեր ինչքան ուզում եք խոսեք ու միավորվեք։
Պարոն Բաբաջանյան, բայց ժողովրդավարության դեմ են խոսում նաև որոշ բարձրաստիճան հոգևորականներ, անթաքույց Պլատոնին են մեջբերում եւ նաև վարչապետի հայտնի հայտարարությունները, որ որոշ բարձրաստիճան հոգևորականներ պակ գործակալներ են, անգամ կաթողիկոսի մասով նման մեղադրանքներ են եղել, ինչին պատասխան կարծես թե դեռևս չի հնչել, լուռ են այդ առումով մայրաթորից։ Հիմա ինչպես պիտի հասկանալ նաև այս գործընթացները եւ կաթողիկ են մայրաթորից, այն եպիսկոպոսները, որոնք կանգնել են պետության կողքին, ասում են, որ իրենց այդպիսի փաստեր են ներկայացվել բարձրաստիճան հոգևորականների օտար երկրի գործակալ լինելու վերաբերյալ։ Ընդհանուր կաթողիկոսի Այդ մասին Գևորգ Սրբազանն է խոսել հանրայինի եթերում, թե այլ լրատվամիջոցի չգիտեմ, բայց իրենց այդպիսի ապացույցներ են ներկայացվել։ Եվ ես ձեզ քանիցս իմ հարցազրույցներում նշել եմ, որ իմ պատկերացրած գործընթացները եկեղեցու հետ կապված պիտի գնան հենց այս ճանապարհով։ Այն ժամանակ դուք չէիք պատկերացնում, որ եպիսկոպոսները հանդես կգան այսպես առանձին, կհանդիպեն վարչապետի հետ, բայց սա այլ ընտրանք չունի եւ այստեղ կարծում եմ հասնում է այն պահը, որ իշխանությունը պիտի հնարավորինս հեռու մնա հաջորդ գործընթացներից։ Եպիսկոպոսներին պիտի աջակցենք, խրախուսենք, զորակցենք եւ ասենք գնացեք այս հարցերը դուք պիտի լուծեք, որովհետեւ ի վերջո վերջում բուժումը նաև պիտի անեն իրենք։ Կաթողիկոսը գնաց թե չէ, հարցերը հետագա շատ ավելի կարևոր են, քան այսօր Գարեգին կաթողիկոսը այսօր կգնա թե վաղը։ Այդ հարցը լուծված վերջացած հարց է։ Այստեղ ժամկետների հարցն է, թե որքան արագ կստվարանա պետության կողքին կանգնող եպիսկոպոսների թիվը։ Որքան արագ կարողացանք սա լուծել, այնքան արագ կհանգուցալուծվի մայրաթորի եւ ամենայն հայոց կաթողիկոսության հարցը։ Դե ասում են ինքն էլ է ժամանակ շահում։ Իշխանություն, եկեղեցի այդ դիմակայության հարթությունն է տեղափոխվել եկեղեցի։ Եվ մեր նպատակը հենց դա պիտի լիներ։ Ամեն ինչ անել, որպեսզի քաղաքական եւ իրավական որևէ այսպես ներգործություն չլիներ այս process-ի վրա, որ ինքը եկեղեցու ներսում խմորումները առաջ բերեին այս զարգացումները, որտեղ այլևս հնարավոր չի առաջ գնալ։ Իհարկե ասում են Նավասարդ Սրբազանը եւ այլ։ Իհարկե։ Նավասարդ Սրբազանը չի ասում, որ ինքը անմեղն է աշխարհի։ Ասում է, որ այո, ես մեղավոր եմ, բայց այսպես այլևս հնարավոր չի շարունակել։ Ի տարբերություն Արշակ Սրբազանի, որ ասում է ես մեղավոր եմ ու ձեզ հետ պատրաստվում եմ ձեզ բոլորի տանեմ կործանման։ Հիմա մենք պիտի ընտրենք նրանց, ովքեր այո մեղավոր են, բայց ասում են այսպես այլևս հնարավոր չի շարունակել, եւ ասում են մենք պատրաստ ենք ծառայել առողջացման process-ին եւ կամ ուրեմն կանգնել նրանց կողքին, ովքեր պետությունն էլ, եկեղեցին էլ, մեր ժողովրդին էլ տանում են կործանման։ Ուրեմն սա է մեր ընտրությունը եւ իհարկե ես շատ ուրախ եմ, որ այդ եպիսկոպոսները ում հետ նաև անձնապես հարաբերությունների մեջ եմ եղել, հորդորել եմ, հրապարակային եմ խոսել, կանգնեցին, ասեցին, որ այսպես այլևս հնարավոր չի շարունակել ու փառք ու պատիվ իրենց։ Այսինքն կաթողիկոսի հանգստի գնալու այդ գործընթացը այլ ընտրանք չունի, պարոն Բաբաջանյան։ Ես կարծում եմ, որ այդ արդեն լուծված հարց է։ Դրանք ժամկետների հարցեր են։ Իհարկե հնարավոր է, որ շատ կործանարար նաև հետևանքներ առաջ բերեն, որտեղ Ռուսաստան կա մեջտեղը եւ Ռուսաստանը նույնիսկ գիտեմ, որ քննարկումներ կան, որ Ռուսաստանում առանձին կաթողիկոսություն հիմնվի եւ կաթողիկոսը գնա այնտեղ ուղղակի Ռուսաստանի հայության կաթողիկոսը դառնա ինչպես մեծի տանեկիլի կաթողիկոսությունն է եւ դա դառնա օրինակ ռուսական պետության ձեռքին հավելյալ ազդեցության գործիք մեր ժողովրդի գլխին։ Սա է, որ չպիտի թույլ տանք։ Եվ սրա համար կարծում եմ, որ պետք է մաքսիմալ Եզրաս Սրբազանի նման հոգևորականների ուղղակի գոյությունը անհանդուրժող դառնանք ընդհանրապես այդ տեսակ գոյության նկատմամբ, որովհետև գիտեք ռուս ազգի միասնության համար պարգևատրում ստացող հայ հոգևորականը բացատրություն ունի տալու էլի մեզ համար դու ինչ գործ ունես ռուս ազգի միասնության հետ նա տեսեք ինչի համար է այդ պարգևը ստացել Պուտինից դրանք շատ կարևոր բաներ են այսինքն ընդհանրապես եթե դա լիներ Ռուսաստանի եւ Հայաստանի բարեկամության համար պարգևատրում ես կհասկանայի
Բայց մենք գիտենք, որ Եզրասրբազանը վերջին շրջանում միայն Ուկրաինայի դեմ պատերազմի գնացողներին է օրհնել եւ վարձահատույց է եղել ըստ էության այդ պարգևով։ Մենք հաշտենք այդ իրողության հետ, կներեք։ Ես կարծում եմ, որ մենք հայեր ունենք եւ Ռուսաստանում եւ Ուկրաինայում եւ մենք չպիտի կողմ լինենք այդ պատերազմում։ Ավելին Հայաստանը գոնե պաշտոնապես հայտարարել է, որ ինքը դաշնակից չի Ռուսաստանի հետ այդ պատերազմում։ Ու դա ուղղակի ուղերձ է եղել նաեւ Ուկրաինայի հայությանը եւ Ռուսաստանի հայությանը, որ Հայաստանին մի ներքաշեք այս պատերազմի մեջ։ Հայաստանը չունի այդ կարողությունը այս պահին կողմ լինելու։ Հայաստանը իր ընտրությունը կատարել է, որ ինքը ուզում է ժողովրդավար պետություն լինել եւ տողատակում իր համակրանքը իհարկե Ուկրաինան է, որովհետեւ Ուկրաինան կռվում է նաեւ մեզ համար եւ Ուկրաինայի անկումը կնշանակի մեզ համար կործանում, որտեւ եթե ընկավ Ուկրաինան խորհրդային միության այլևս վերակազմակերպումը չի ունենալու այլանդրանք հենց նախկին սահմաններով եւ Ռուսաստանը գալու է վաղ թե ուշ այս Կովկաս։ Մեր խնդիրն է, որպեսզի այնտեղ ինքը չկարողանա հաղթել, որպեսզի մենք կարողանանք դիմանալ, մեր խաղաղությունը կարողանանք հարատև դարձնել։ Շնորհակալ եմ, պարոն Բաբաջանյան։ Ես եմ շատ շնորհակալ։ Հիշեցնեմ, որ տաղավարում զրուցում էի Հանուն Հանրապետության կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանի հետ, կհանդիպենք։